Շոշկավանքը Արցախի հանրապետության Մարտունու շրջանում է, Մսմնա և Խաչմաչ գյուղերի միջև լեռնային բարձունքի վրա։ Դեռ վաղ միջնադարում այստեղ քրիստոնեական տաճար կար։ Վանական համալիրը պարբերաբար ավերվել է օտարազգիների արշավանքներից և պարբերաբար վերակառուցվել քրիստոնյա բնիկների, հայերի կողմից։ Շոշկավանքի Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1651 թվականին։ Պատերի շարվածքում օգտագործված են կառույցի հին քարերը, խաչքարեր և տապանաքարեր։ Եկեղեցին խոնարհվել էր խորհրդային Ադրբեջանի կազմում Արցախի բռնակցման տարիներին։ 1990-ականներին Արցախի անկախացումից հետո Սուրբ Աստվածածինը հիմնովին նորոգվում է, բարեկարգվում է համալիրի տարածքը։ Շինարարական արձանագրությունը մուտքի բարավորի կամարի վրա է։ Աստծո փառքի համար վերականգնվեց Շոշկավանքը։ Բարերարությամբ Մսմնա գյուղի հայրենասեր Բաբայան տոհմի Անդրանիկի որդիներ Կարենի և Սամվելի։ Հայոց 1999 թվականին։ Տարածքի բարեկարգման ու հարակից շինությունների կառուցման ծախսերը հոգում է արցախցի մեկ այլ բարերար՝ Տիգրան Խաչատրյանը։ 2009 թվականի նոյեմբերի 12-ին եկեղեցին վերահոսում է Արցախի թեմի առաջնորդ Պարքև arczepiskopos Մարտիրոսյանը։ Սուրբ Աստվածածինը միանավ կառույց է։ Լեռնային բարձունքից տեսարանը բացվում է վարանդա և ամարաս հովիտների վրա։ Շոշկավանքից երևում է 2020 թվականից ադրբեջանական զինուժի կողմից գրավված հայկական Շուշի քաղաքը։ 2023 թվականին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ միասին վանքը բռնազավթվել է Ադրբեջանի կողմից։ Շոշկավանքը հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի իրավասության տակ է։